Բաղրամյան, Բյուզանդ, Արամի փողոցներում գտնվող 5 Երևանի շենքերից ոչ մեկը չի վերականգնվել այսօր։ Այսինքն ոչ մի տեղ նույնիսկ չկա այդ հենքը գցած, որ այսպես կոչված 5 Երևան նախագիծը պիտի իրագործի, հեսա գրունտը գցել են եւ հիմա պետքա վերականգնեն այդ շենքերը։ Ավելի քան 5 այսպես կոչված պահեստատեղիներում դրանք կույտ արած լցված են, բառից բուն իմաստով շինարարական աղբի նման դրանք կույտ արված լցված են, կան ֆոտո ապացույցներ դրա մասին եւ որևէ նշույլ անգամ, որ դրանք պիտի վերականգնվեն։ Եվ հիմա այս շենքը, որ իրենք այսպես սիրուն ձևով, իրենց մտածածով սիրուն ձևով համարակալել են, ուշադիր նայելու դեպքում ցանկացած նույնիսկ ոչ ճարտարապետ մարդը կհասկանա, որ իրար կողքի այսպես շարված քանդակները, որ իրենք համարակալ, անհնար է վերականգնել։ Դրանք ուղղակի որովհետև երևում է, որ իրենք այնքան նուրբ են եւ իրար կողք դրված, որ հիմա անհնար է, որ իրենք կարողանան սա քանդել, որովհետև սա իրականում երեսպատված վիճակն է, անհնար է սա քանդել առանց որևէ վնասելու, եւ եթե արդեն առանց որևէ վնասելու քանդելու են, պարզա որ վնասվածը չեն վերականգնի, ընդհանրապես չեն վերականգնի։ Եվ վերջապես անհասկանալի է, թե ովքեր են այդ մի քանի հոգին, որ իրենց հորջորջում են այս քաղաքի համար պատասխանատուներ, օրինակ, այսպես կոչված գլխավոր ճարտարապետը, եւ կամ ինչ-որ, չգիտեմ, ինչ հիմունքներով գործող քաղաքաշինության խորհուրդը, որ իրենք կարողանում են իրենց թույլ տալ որոշում կայացնել, սա քանդել, նա կառուցել, սա լայնացնել, նա չլայնացնել։ Ես նոր գոչում եի, ասում եի, թող իրենք իրենց ուղեղները եւ իրենց մտավոր կարողությունները սկսեն լայնացնել, որպեսզի իմանան, թե ինչ է նշանակում ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, քաղաքի շինություն, այլ ոչ թե քաղաքի քանդում։ Այդ դա եմ ես իրենց ասում, հիմա այստեղ պատճառ եմ բռնել, որ իբր փողոցը պիտի լայնացնեն։ Նեղ փողոցը առկա շինությունների հաշվին, քանդելու հաշվին լայնացնելը, դա նույնիսկ ամենանեղ ուղեղի մեջ չի մտնում, դա ուղեղի մեջ ընդհանրապես չի մտնում։ Այսպես